Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլների շարժիչի հզորության հաշվարկման կարգը գույքահարկի նպատակով։ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկի հաշվարկման հիմքում կդրվի այնտեղ նշված հզորությունը։ Դրա բացակայության դեպքում կիրառվում է նոր հաշվարկման մեխանիզմ։ Նոր կարգով մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում ցուցանիշը բաժանվում է 1.5-ի, 251 ձիաուժ եւ ավելի հզորության դեպքում հաշվարկը կատարվում է փուլերով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի, ապա արդյունքները գումարվում են։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոխհատուցել մի շարք միջազգային սերտիֆիկացված ծախսերի մինչև 50%, սահմանելով առավելագույն շեմ 1-ից 1.5 միլիոն դրամ կախված սերտիֆիկատի տեսակից։ Առանձին մեխանիզմ է կիրառվում արտահանման ուղղությամբ։ Սննդամթերքի, ծխախոտային արտադրանքի, լվացող եւ փայլեցնող միջոցների, հագուստի, կոշիկի եւ այլ ապրանքների արտահանման դեպքում դեպի Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա եւ այլ շուկաներ փոխհատուցվում է սերտիֆիկացման արժեքի 50%-ը։ Սերտիֆիկատի առկայության դեպքում նաեւ լաբորատոր փորձարկումների 50%-ը յուրաքանչյուր ցուցանիշի համար։ 2025 թվականի ընթացքում դատախազության լիազորության շրջանակներում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ ու հողատարածքներ։ 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է հարկերից խուսափելու դեպք։ Նախաքննության տվյալներով Հայաստանում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը եւ ամբողջությամբ չի ներառել այն հարկային հաշվարկներում, որոնք ներկայացվում են պետական եկամուտների կոմիտե։ Քննչական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 միլիոն դրամ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունն ուղղակիորեն ազդում է էներգետիկ շուկաների վրա, իսկ ռեսուրսների մատակարարման անվտանգությունը դառնում է որոշիչ գործոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով Ռուսաստանը կարող է անվտանգ ու հուսալի տրանսպորտային լոգիստիկ երթուղիներ առաջարկել աշխարհին։ Պուտինը նշել է, որ դա առավել կարևոր է դառնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համատեքստում։ Իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը։ Բանկի հայտարարության համաձայն որոշումը պայմանավորված է տարածաշրջանում շարունակվող ռազմական լարվածությամբ, ինչպես նաև անվտանգության եւ բիզնեսի ապահովման անհրաժեշտությամբ։ Սուփանի մասնաճյուղը գտնվում է արդյունաբերական գոտում, որտեղ տեղակայված են նաև պետական եւ անվտանգային կառույցներ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը երկարաձգել է Ղազախստանի տարածքով դեպի Չինաստան ռուսական նավթի տարանցման լիցենզիայի ժամկետը մինչև 2027 թվականի մարտի 19-ը։ Ղազախստանը տարեկան տեղափոխում է 10 միլիոն տոննա ռուսական նավթ դեպի Չինաստան մինչև 2034 թվականը գործող միջկառավարական համաձայնագրի համաձայն։ Ներկայում Աստանան եւ Մոսկվան բանակցություններ են վարում տարանցման ծավալը տարեկան մինչև 12.5 միլիոն տոննա հասցնելու շուրջ։ Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրոպական միության խորհրդին հաստատել Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի հատկացում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Առաջարկը վերաբերում է նախնական ֆինանսավորմանը այն ֆոնին, երբ 90 միլիարդ եվրոյի ընդհանուր փաթեթը շարունակում է մնալ արգելափակված Հունգարիայի եւ Սլովակիայի դիրքորոշման պատճառով։ Եվրահանձնաժողովի տվյալներով նախատեսվում է միջոցների մի մասը ուղղել անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։
Կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցը օրակարգային է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Ապրիլ ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացը արդեն մեկնարկել է։ Փոխանցումները կատարվել են բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով։ Դեռ ավելի վաղ էր հայտարարվել, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժական եւ այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների համար բանկերը կկազմակերպեն քարտերի առաքումներ, սակայն դեռևս կան քաղաքացիներ, որոնց բանկային քարտերը հնարավոր չի եղել առաքել, հետևաբար նրանք մնացել են առանց թոշակի եւ նպաստի։ Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել 114 շնիկ sotservice.am էլեկտրոնային հասցեին, նշելով հետադարձ կապի միջոցը։ Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների եւ նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում։ Քաղաքացիները թոշակները ստացել են տարբեր չափերի բարձրացումներով։ Փաստացի կենսաթոշակի չափն ավելացել է անկախ ստաժից առնվազն 10,000 դրամով։ Օրինակ, այն դեպքում, երբ քաղաքացին ստանում է հաշմանդամության խորը սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, թոշակի չափը ավելացել է 14,000 դրամով, իսկ ծանրի դեպքում 12,000 դրամով։ 50,000 դրամով էլ ավելացել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակը։ Հայաստանում գրանցված է ավելի քան 502,000 կենսաթոշակառու։ Նրանցից 5-ից 6,000-ի դեպքում կենսաթոշակները ավելացել են 14,000 դրամով, 32,000-ի դեպքում 12,000 դրամով։ Մեծ մասի գրեթե 460,000 կենսաթոշակառուի համար էլ կենսաթոշակը ավելացել է 10,000 դրամով։ Եվս 124,000 նպաստառուի համար էլ նպաստները բարձրացել են 10,000 դրամով։ Ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարել էին կենսաթոշակի չափերի փոփոխություններ, եթե ապագայում լինեն, դրանք կարող են լինել միայն ավելացման ուղղությամբ։ Նվազել կենսաթոշակի չափերը չեն կարող։ Ինչ գործընթացը շարունակվում է, պարզ է դառնում, որ համակարգը դեռ ունի հասցեական լուծումների կարիք, հատկապես այն քաղաքացիների համար, որոնք տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրների պատճառով դուրս են մնացել վճարումներից։ Գործընթացը գտնվում է շարունակական վերահսկողության ներքո։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը գործող սահմանափակումը ավարտվել է եւ այլևս պարտադիր չէ երթևեկել ձմեռային անվադողերով։ Սահմանափակումը կիրառվում էր ձմռան ամիսներին հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհների սառցակալման բարձր ռիսկը։ Կարգավորումը նախատեսված է սեզոնային մոտեցմամբ։ Տարբեր եղանակներին համապատասխան անվադողերի օգտագործման միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման համար։